Պարոն Գալդյան, 3 ամբողջ օրը Արմուր լրատվականը շրջեց Երևանի տրանսպորտի մեջ տարբեր երթուղիներով եւ մի քանի խնդիրներ են արձանագրել, որ քաղաքացիները բարբերաբար բողոքում են։ Նախ վալիդատորները չեն աշխատում, երբեմն կախում են, ասում են, որ քարտից քաշում է գումարը, իրենք մի քանի անգամ են փորձում, բայց ցույց է տալիս, որ չի ստացել, չեն վճարել եւ արդյունքում արժանանում են ուղևորների վարորդի թարս հայացքին, ինչպես իրենք են ասում, նա սրան անդրադառնանք։ Ես ուրախ եմ, որ ժողովուրդ օրակարգը շրջում է ավտոբուսներով, ես ամեն օր շրջում ավտոբուսներով, գրեթե ամեն օր, եւ նման համատարած խնդիր չեմ տեսնում։ Իհարկե գիտեմ այդ խնդրի մասին, դա բանկային քարտերի հետ է կապված համանաբար, երբ որ քարտերը, ասենք բանկեր կան, որ մի քիչ ուշ է գործակը ճանաչում եւ հետո այդ բանը կարող է մերժում ցույց տա, բայց իրականում այդ 150 դրամը գանձի, բայց իրականում այդտեղ կրկնագանձման հարց չկա, որովհետեւ հետո ինքը չի կարող նույն ապարատին երկու անգամ վճարել, այսինքն եթե ինքը մի հատ վճարեց, բայց մեզ 30 րոպե հետո ինքը հենց մեզ ցույց տվեցին եւ ցույց տվեցին իրենց բանկային քարտի հավելվածը, որ 3 անգամ քաշել է, բայց տրանսպորտի մեջ ցույց է տալիս, վալիդատորը ցույց է տալիս կարմիր, որ չի անցել, չի ստացել, բայց փաստորեն իրենցից քաշում է։ Դելսելի հետ դուք ինչպես եք համանայն դեպս եթե տենց դեպքեր լինում է, որ իրականում քաշում է, քաղաքացիները իրավունք ունեն ողոքել եւ իրենց գումարը վերադարձնում։ Իհարկե մենք աշխատենք այնց անենք, որ այդ խնդիրը հնարավորինս վերացնենք, բայց դա տեխնիկական խնդիրներ են, որոնք որ միշտ չի որ մարդկային գործոնից կապված է։ Համակարգերը միշտ իրենց բացեր ունենում են։ Այդ խնդիրը այո կա, բայց դա դες համատարած պրոբլեմ չի։ Մեր քաղաքացիները պետք է իմանան, որ եթե գանձում է, իրենք հետո կարող են չվճարել։ Պարոն Գալդյան, եւ նաեւ դուք նշեցիք, որ հաճախ եք երթևեկում, իսկապես մենք տեսնում ենք, որ դուք երբեմն երթևեկում եք տրանսպորտով, բայց արդյոք դուք ձեր աշխատանքին գնալու ժամանակ երթևեկում եք տրանսպորտով, տուն գնալու ժամանակ երթևեկում եք, որովհետեւ քաղաքացիները նշում են, որ հիմնական պիկ ժամանակահատվածը դա է եւ վարորդներին են նաեւ ասում են ներքին կարգով պարտադրել եք, որպեսզի ամեն կանգառում դռները բացեն, փակեն, իրենք ասում են սա մեզ անհարմարություններ է պատճառում։ Տեսեք, ես երթևեկում եմ այն ժամերին, երբ որ պետք է, այսինքն ես իմ աշխատանքն եմ համարվում եւ կարող 10-ին գնամ տուն, հետեւաբար չեմ կարող արհեստական գնալ տուն ուղղակի 6-ին, ես գիտեմ ինչ է կատարում ժամը 6-ին, այսինքն գործող համակարգի տարբերությունը նախորդ դասային համակարգից այն է, որ եթե նախկինում բոլոր ժամերին էր այդ նեղ ծածկված եւ անհարմար գրանցած վիճակը, հիմա առավոտյան ժամը 9-ի 10-ի կողմեր աշխատանքի գնալու ժամերի նախից վիճակ եւ 6-ի 7-ի 8-ի երեկոյան աշխատանքից տուն գնալու ժամերի։ Դրանց ժամերի ընդհանուր առմամբ ազատ կոմֆորտ վիճակը ունեցավ եւ վարորդների գործողությունների հետ կապված մենք հիմա փակցրել ենք դռների վրա մուտքի եւ ելքի նշանները, որովհետեւ ակնառու լինի, թե որտեղից պետք է մտնեն եւ որտեղից պետք է դուրս գան։ Եվ վարորդները հետևի դուռը մի քանի վայրկյանուց են բացում, որպեսզի քանի որ մարդիկ կան, ովքեր ուզում են հետևից մտնել երկրորդ դռնից ավտոբուս, եւ դա նաեւ հնարավորություն է տալի հաճախ չվճարել, իսկ եթե որ վարորդի մոտից են մտնում, վարորդը ավելի շատ իր վճարումների նկատմամբ։ Դրա համար հետևի դուռը փոքր ուշ է բացվում, որպեսզի գնացից մտնեն եւ հետո դուրս եկողները հետևից դուրս գան։ Եվ այս ընթացքում երբ խստացրել եք, հա, այս ամենը խստացնելուց հետո վարորդներ եղել են, որ աշխատանքից ազատվել են, չեն կատարել ձեր պահանջը եւ ինչքան եք դուք գնահատում կորուստը չվճարողների հաշվին, ինչ կորուստ ենք ունեցել մենք գումարային ազատված վարորդների մասին քիչ տեղյակ չեմ, կարծում կարող են գրավոր հարցում անել։ Բայց եղել են, դեպքեր եղել են։ Այդ հիմքով, ձեր նշած հիմքով չգիտեմ։ Ազատություններ հաճախ են լինում շատ տարբեր պատճառներով, բայց այդ հիմքով եղել չգիտեմ։ Իսկ վնասը դե քաղաքապետը բարբերաբար նիստերին հայտարարում է եւ զեկուցում է նաեւ թե ինչքան եկամուտներ տվյալ շաբաթում հավաքագրվել եւ վերջի 1-2 ամիսներին էական ավելացել է հավաքագրումը եւ եթե այս տեմպով շարունակենք, այսինքն մենք մոտավորապես ամեն շաբաթ առումով կարող եք ասել վերջին պետք է հարցում անենք բյուջեի թիվը, հիմա ինչ թիվ ասեմ կարող եմ բարձրացնել մի քիչ շեղում, հա դրա համար կարող եք գրավոր հարցում անել, այս դրա համար։ Բայց ընդհանուր
առմամբ կարող ենք ասել, որ սա հարցի ճիշտ մոտեցում է, հարցի ճիշտ լուծում է։ Վարորդների գործողությունները միանշանական են եւ ես այսպես ասեմ, մեր քաղաքացիների մեր հսկիչների դերը հսկելն է, կոնկրետ տուգանելը, այն մարդկանց, ովքեր չեն վճարում, բայց մենք քանի որ մեր նպատակը տուգանելը չի, այլ հավաքագրումները պատշաճ իրականացնելն է, մենք ավելի շատ այնպիսի գործողություններ արեցինք, որոնք մարդկանց կդրդեն վճարելու եւ ոչ թե մենք ասենք դե լավ, ով չվճարել, մենք էլ կտուգանենք, որովհետեւ մեր նպատակը տուգանելը չի։ Եվ երկրորդ հարցը ո՞րն է։ Հարցի ճիշտ մոտեցում էր, ճիշտ լուծում էր սա։ Այո, քանի որ հավաքագրումները էական աճել են եւ ոչ եւ տուգանքները չեն աճել դրա հենց զուգահեռ, այսինքն հավաքագրումները աճել են, բայց ոչ տուգանքները, որովհետեւ եթե տուգանքներն էլ աճեն, կնշանակի տուգանելով ենք մենք մարդկանց դեպքում վճարելու, այնինչ մենք ուղղակի որոշակի կանոններ ենք փոխել, որը որ մարդկանց ավելի է շահագրգռում վճարել, օրինակ ձայնագրությունը միացել, որը որ քաղաքացիներին հիշեցնում է, որ պետք է վճարել, որպեսզի ավելի լավ տրանսպորտ ունենան, վարորդի կոչը առջևից մտնելու այդ ցուցանակները եւ այլն, այսպես գործողությունները համարվում եւ մարդիկ հակված են վճարելու։ Կա փոքր խումբ, որը որ այսինքն երբ որ ասում են մարդիկ չեն վճարում, իրանք նույնիսկ չի որ միշտ նույն մարդիկ են։ Քաղաքացիքը կարող է այսօր վճարում, վաղ արդյունքում չի վճարում, բայց հիմա ընդհանուր առմամբ բոլորը շատ մեծ մասը վճարում են, բայց մենք արդեն գնում ենք։ Շնորհակալ ենք։